Պարերի շարժումները, պարերի անունները պատահական ընտրված չեն, պարերի խմբերի անունները երբս աչքի են ընկնում հրայք, կարին, ինչպես են ընտրվում այս անունները եւ եթե հենց առանձնացնենք հրայքը, ինչու հենց հրայք, Մեր խմբի անվան հետ կապված կար բազմաթիվ տարբերակներ ու անընդհատ փոփոխությունների էր ենթարկվում ու չգիտեմ ինչի ես անընդհատ պատտվում էի կրակի շուրջ բոլորը ու այդ ժամանակ որ խումբը նոր էր ձևավորվել մեր պարուսիչը Թորյան Ստեփանն էր ով որ հանձներ արել մեզ սովորեցնելու այդ առաքելությունը Թորյան Ստեփանը մի օր երեկոյան էլի քննարկումների մեջ էր Facebook-ով իրար հետ գրվում էինք անուն հետ կապված Գրեստավ մի հատ բան եմ հիշում ավետարանից հրաշք մատ Google-ի տես այդ բառը կա թե չկա թե հորինով է ուրեմն գրեցի Google-ով Աջարյանի բառարանը բերեց մի անգամ այդ ժամանակ ոչ հնարավոր տարբերակներ չկար վերջա GPT-ին չկար Աջարյանի բառարանով ինքը թարգմանվում էր ներքին կրակ մղում գիրք ուղարկեցի իրան մի անգամից այդ դա ասեց վերջ արեք հրաշք տնենք ինչ որ մեկի ներքին մղումի արդյունքն է այս թող լինի հրաշք ու շատ քննադատություններ եղավ այդ ընթացքում երեք հատ բաղազային իրար հետ դժվար է ուրիշ ավելի հեշտ դե սկսեցին արդեն բանի այս բրենդինգի թեմայով խոսալ էլի մարդիկ ընտրում են ամենապարզ հեշտ հիշվող անունները որովհետեւ առաջ գնան բայց մեր բaragայում հրաշքը չխանգարեց մեր գաղափարին այլ ինքը լրացրեց երբ որ մարդկանց ու ինչի համար հրաշք բոլորը այդ հարցն տալիս ասենք որ լսում են կարին իրանք մի անգամից չեն ասում ինչի համար կարին իրանք գիտեն որ կարինին կարեմության Հայաստանում խոշոր քաղաքներից մեկն է արհեստագործական առևտրական բայց հրաշք բառը բոլորին չէ որ հայտնի է այսինքն հայտնի են մարդկանց ովքեր որ ավետարանում հանդիպել են այդ բառը բայց ինձ թվում է նաև հենց բացատրությանը հավատարիմ մնալով դուք արդեն այդ մեսեջի տալիս եք որովհետև երբ պարում է հրաշքը այդ կերակը մենք տեսնում ենք այդ կայծը որը նաև մենք փորձում ենք ապրել